Թամարա Գլոբան անվանել է երկու կենդանակերպի նշաններ, որոնք 2026 թվականին անչափ կուրախանան։ Նրանց կհեղեղեն հարստությունը, հաջողությունը և հաջողությունը։ Աստղագուշակների կարծիքով 2026 թվականի երկրորդ կեսը հատկապես բարենպաստ կլինի երկու կենդանակերպի նշանների՝ խոյի և երկվորյակների համար։ Թամարա Գլոբան վստահ է, որ այս նշանները կզգան ճակատագրի հզոր շրջադարձ, կապված փողի, կարիերայի և անսպասելի հնարավորությունների հետ։ Շատ իրադարձություններ, որոնք նախկինում թվում էին պատահականություն կամ անիրական երազանք, կսկսեն զարգանալ գրեթե առանց դիմադրության։ Աստղագուշակները նշում են, որ 2026 թվականի հուլիսից սկսած տարվա էներգիան զգալիորեն կակտիվանա։ Մարդիկ ավելի հաճախ կփոխեն աշխատանքը, կսկսեն նախագծեր, կտեղափոխվեն և կփնտրեն եկամտի նոր աղբյուրներ։ Այս ֆոնի վրա խոյերն ու երկվորյակները կհայտնվեն հատկապես ուժեղ դիրքում։ Խոյ՝ փողը կգա քաջության միջոցով։ Խոյերի համար տարվա երկրորդ կեսը կլինի արագ որոշումների և խոշոր հնարավորությունների ժամանակաշրջան։ Սա հատկապես նկատելի կլինի աշխատանքի, բիզնեսի և ֆինանսների մեջ։ Այս նշանի շատ ներկայացուցիչներ վերջապես կստանան այն, ինչի համար աշխատել են վերջին մի քանի տարիների ընթացքում։ Աստղագուշակները զգուշացնում են. խոյերի հիմնական սխալը իրենց սովորական կենսակերպը կտրուկ փոխելու վախն է։ Հենց 2026 թվականի օգոստոսից հետո ռիսկային որոշումներն են, որոնք կարող են բերել ամենամեծ ֆինանսական աճը։ Աստղագուշակության մասնագետները խորհուրդ են տալիս խոյերին ավելի ուշադիր լինել նոր ծանոթությունների և համագործակցության առաջարկների նկատմամբ։ Տարվա երկրորդ կեսին մեծ է անսպասելի կարիերայի առաջխաղացման, ոլորտի փոփոխության կամ երկրորդ եկամտի աղբյուրի ի հայտ գալու հավանականությունը։ Սեպտեմբերն ու նոյեմբերը համարվում են հատկապես բարենպաստ ամիսներ։ 2026 թվականի ֆինանսական հորոսկոպը նաև խորհուրդ է տալիս խոյերին խուսափել իմպուլսիվ ծախսերից։ Այս ժամանակահատվածում գումարն ավելի հեշտությամբ կգա, բայց ամեն ինչ արագ ծախսելու գայթակղությունը նույնպես ավելի մեծ կլինի։ Երկվորյակներ՝ կյանքը կտրուկ կարագանա։ Երկվորյակների համար 2026 թվականի վերջը կարող է լինել կտրուկ հուզական և ֆինանսական վերելքի ժամանակ։ Շատ երկվորյակներ կզգան, որ իրադարձությունները վերջապես սկսում են շրջվել իրենց օգտին։ Կհայտնվեն նոր ծանոթություններ, հաջողակ ճանապարհորդություններ և առաջարկներ, որոնցից դժվար է հրաժարվել։ Աստղագուշակները կարծում են, որ երկվորյակները հատկապես բախտավոր կլինեն հաղորդակցության, ինտերնետի, ստեղծագործականության և կրթության հետ կապված ոլորտներում։ Այս նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան զգալիորեն ավելացնել իրենց եկամուտը կամ հոբբին վերածել լրիվ դրույքով աշխատանքի։ Տարվա երկրորդ կեսին երկվորյակներին խորհուրդ է տրվում ավելի քիչ տատանվել և ավելի արագ որոշումներ կայացնել։ Հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը կարող է վճռորոշ լինել խոշոր փոփոխությունների համար՝ տեղափոխություն, նոր պաշտոն կամ լուրջ հարաբերությունների սկիզբ։ Մասնագետները նշում են, որ 2026 թվականի երկրորդ կեսի աստղագուշակը երկվորյակների համար կարծես վերջին տարիների ամենաուժեղներից մեկն է։ Գլխավորը անցյալին չկառչելն է և չվախենալ սովորական ռեժիմից դուրս գալուց։ Աստղագուշակների խորհուրդը։ Մասնագետները խորհուրդ են տալիս երկու նշաններին էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց հուզական վիճակին։ Տարվա երկրորդ կեսին իրադարձությունների արագ ընթացքը կարող է հանգեցնել գերլարվածության։ Օգտակար է նախապես պլանավորել ձեր արձակուրդը, խուսափել կոնֆլիկտներից և որոշումներ չկայացնել, հիմնվելով զգացմունքների վրա։ Կենդանակերպի 4 նշան, որոնք հասնում են իրենց նպատակին ցանկացած գնով։ Ինչու են կենդանակերպի որոշ նշաններ ավելի հաջողակ։ Այսպես կոչված բախտը կառուցվում է 3 հիմնական գործոնների վրա։ Վստահություն սեփական ուժերի և նպատակների հանդեպ, զարգացած ինտուիցիա, ճիշտ պահին որոշում կայացնելու ունակություն։ Տարերքը, հովանավոր մոլորակն ու բնավորության գծերը միասին ձևավորում են վարքագծի յուրահատուկ մոդել։ Կողքից դա դիտվում է որպես մեծ հաջողություն,
բայց իրականում դա կյանքի գրագետ կամ ինտուիտիվ կառուցված ռազմավարություն է։ Առյուծ՝ ներքին վստահության ուժը։ Առյուծներն այն մարդիկ են, որոնց հաջողությունը կարծես նախապես գրված լինի կյանքի սցենարում։ Նրանց գլխավոր զենքը ներքին անսասան վստահությունն է, որը զգացվում է անգամ ամենաաննշան թվացող մանրուքներում։ Առյուծն իրեն պահում է այնպես, ասես ցանկալի արդյունքն արդեն գրպանում է, եւ աշխարհն իսկապես սկսում է հարմարվել նրան։ Աղեղնավոր՝ իրավիճակը բաց թողնելու արվեստը։ Աղեղնավորը ճակատագրի իսկական երեսարածն է, սակայն նրա գաղտնիքը ոչ թե համառությունն է, այլ իրավիճակը բաց թողնելու կարողությունը։ Նա ապրում է այն համոզմունքով, որ ելքերն ու տարբերակները միշտ շատ ավելին են, քան թվում է առաջին հայացքից։ Դրա շնորհիվ նա շատ հեշտությամբ փոխում է ծրագրերը։ Չի կառչում տապալված սցենարներից։ Արագ հարմարվում է նոր իրականությանը։ Հենց ամեն ինչ վերահսկելու մոլուցքից հրաժարվելու պահին էլ ճակատագիրը նրան մատուցում է լավագույն հնարավորությունները։ Յուպիտերն ուժեղացնում է այն ամենը, ինչի վրա բևեռված է աղեղնավորի ուշադրությունը։ Եթե նա բաց է աշխարհի եւ նոր գաղափարների առաջ, ապա աճն ու զարգացումն ապահովված են։ Կարիճ՝ հզոր ինտուիցիայի առավելությունը։ Կարիճի հաջողակ լինելը միշտ չէ, որ անմիջապես աչքի է զարնում։ Նրա գլխավոր զենքը հզոր ինտուիցիան է։ Այն օգնում է շրջանցել վտանգներն ու փորձանքները դեռ դրանց ի հայտ գալուց շատ առաջ։ Այս նշանի տակ ծնվածները անսխալ զգում են կեղծիքն ու թաքնված մոտիվները, հրաժարվում են կասկածելի արկածախնդրություններից, հեռու են մնում անվստահելի մարդկանցից։ Կողքից սա կարող է անհավանական բախտ թվալ, բայց իրականում նուրբ ներքին կարգավորումների արդյունք է։ Կարիճի համար կենսական է սեփական զգացողություններին վստահելը։ Հենց նա սկսում է անտեսել ինտուիցիան եւ շարժվել զուտ տրամաբանությամբ, նրա կախարդական ռադարը խափանվում է։ Խոյ՝ կայծակնային արագություն եւ նախաձեռնողականություն։ Խոյը կործում է շատ ավելի արագ, քան մյուսները կհասցնեն անգամ մտածել։ Նրա գլխավոր հաղթաթուղթը կայծակնային արագությունն է։ Քանի դեռ շրջապատի մարդիկ տատանվում են, նա առաջինն է քայլանում, առաջինն է գաղափարներ հնչեցնում, առաջինն է հայտնվում ճիշտ ժամանակին եւ ճիշտ վայրում։ Հենց սա էլ ստեղծում է այն տպավորությունը, թե նրա բախտը միշտ բերում է։ Պարզապես հնարավորությունները չեն հասցնում հասնել ուրիշներին, նա արդեն դրանք վերցրել է։ Մարս մոլորակը խոյին ուշտում է հսկայական վճռականությամբ եւ գործելու անզուսպ մղումով։